նորից հաճախ հանդիպող իրավիճակ եւ հաճախ կրկնվող հարց։ Եթե ծնողը իր անշարժ գույքը նվիրում է որդուն կամ դստերը, տարբերություն չկա, ապա արդյոք որդու ընտանիքը ձեռք է բերում այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք կամ որևէ բաժնեմաս եւ խնդրում է նշել, թե որ դեպքերում։ Ուրեմն նշեմ, այն դեպքում, եթե նվիրատվության պայմանագրով գույքը անցնում է որդուն, ապա որդին հանդես է գալիս որպես այդ գույքի միակ սեփականատերը եւ միանձնյա սեփականատերը։ Սակայն նրա ընտանիքը, այսինքն կինը, երեխաները, այդ թվում նաեւ ծնողները, ժառանգության իրավունք ձեռք կբերեն միայն այն դեպքում, եթե կմահանա սեփականատերը։ Այսինքն նվիրառուն, որդին, եթե կմահանա, ապա նրա ընտանիքը, կինը, եթե ԶԱԳՍ-ով ամուսնության մեջ են, երեխաները եւ ծնողները, եթե ողջ կլինեն, իրավունք կունենան ժառանգության հիմքով իրենց բաժնեմասը ստանալ այդ բնակարանից։ Պատկերացրեցիք, չէ՞, այսինքն քանի դեռ որդին ողջ է, հանդիսանում է միանձնյա միակ սեփականատեր։ Մահից հետո միայն ժառանգաբար կարող է ըստ օրենքի անցնել իր առաջերտի ժառանգներին։ Լավ եղեք։